Եթերում սպասված հանդիպումն է, բարև ձեզ։ Եվ այսօր իմ հյուրը Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի դերասան Արթուր Գաբրիելյանն է։ Բարև ձեզ, Արթուր։ Բարև ձեզ, շնորհակալություն հյուրընկալելու համար, սպասված հանդիպմանը։ Ձեզ շնորհակալություն, որ համաձայնեցիք եւ կարծում եմ հետաքրքիր զրույց ենք ունենալու։ Այսօր խոսելու ենք թատրոնից, ձեր գործունեությունից, նաեւ այն մասին, որ դուք թատերարվեստը դասավանդում եք ապագա սերնդին, մատաղ սերնդին, բայց թերևս առաջին հարցը կվերաբերի ճանապարհին, ձեր անցած ճանապարհին եւ ինքնությանը։ Ինչպես սկսվեց ձեր ճանապարհը թատրոնում եւ երբ հասկացաք, որ ձեր կոչումը հենց բեմն է։ Հետաքրքիր է, որ չեմ կարող պատասխանել, թե որ պահին հասկացա, որ ես պետք է բեմում լինեմ, որ պահին հասկացա, որ ես պետք է թատրոնում լինեմ։ Սրանից առաջ բոլոր ժամանակներում այդ հարցը տվել են, այդ հարցը ուղղել են հենց ինչու թատրոն, ինչի ընտրեցիք թատրոնը, եւ երբեք չեմ կարողացել այդ հարցը անկեղծորեն պատասխանել։ Բայց վերջերս հասկացա, վերջերս ըմբռնեցի, թե ինչու։ Կարծես թե ինձնով, իմ արվեստով ինչ-որ բան էի ուզում փոխել աշխարհում, ինչ-որ գեղեցկություն էի ուզում բերել, ինչ-որ բան, ու այդ հարթակը թատրոնն էր, որովհետև իրոք թատրոնն է այն, որ գեղեցկացնում է աշխարհը, գեղեցկացնում է մարդուն եւ մի փոքր բարություն է բերում։ Երևի թե ինչ-որ կուտակումներ ունեի իմ մեջ, որ պետք է արտահայտեի եւ այդ արտահայտելու միջոցը թատրոնն էր, որովհետեւ թատրոնից լավ արտահայտման միջոց քո հույզերի, քո ցանկությունների, թե ինչ ես ուզում տեսնել աշխարհը, ինչ ես ուզում փոխանցել մարդուն, կարծում եմ չկա։ Եվ արդյոք թատրոնը նվիրյալների միջավայր է։ Անպայման, առանց նվիրումի դու չես կարող թատրոնում աշխատել, որովհետև թատրոնը, գիտեք ինչ, հանդիսատեսը սա չգիտի, հասու չի սրան, որ թատրոնը ինքը կենդանի օրգանիզմ է, ինքն էլ ունի քեզ շնորհներով օծել, ինքը ունի քեզ պատժել, եթե դու չնվիրվես անկեղծորեն, չնվիրվես քո ամբողջ էներգիայով, քո ամբողջ կերտվածքով թատրոնին, թատրոնը քեզ չի փոխհատուցի սիրով։ Այն դերասաններն են սիրված թատրոնում, այն դերասաններն են հաջողված թատրոնում, ովքեր որ իրենք են նվիրված ու իրենք են սիրում։ Իսկ դա անմնացորդ նվիրում է։ Սոսաքսյանն ասում էր դերասանի գործը առավոտից մինչև մայրամուտ մշակի աշխատանք է, այդպիսինն է։ Եվ 20-րդ դարում զբաղվել թատրոնով, եթե կողքից կան ավելի եկամտաբեր աշխատանքներ, ավելի մեծ ապագա ունեցող աշխատանքներ, դա իհոք նվիրյալի գործ է եւ մենք փառք Աստծո շատ ունենք այդպիսի նվիրյալներ։ Իսկ կոնկրետ Կապանի դրամատիկական թատրոնը ձեր ստեղծագործական ուղու համար ինչ դեր եւ նշանակություն ունի, բայց նաեւ հարցից ավելացում անեմ, ինչպես դուք հայտնվեցիք Կապանի դրամատիկական թատրոնում։ Կապանի թատրոնը իմն է, ինչպես իմ հայրենիքը, ինչպես իմ մայրը, ինչպես իմ տունը, ինչպես այս հողը, որից էներգիա եմ ստանում, որից ոգևորվում եմ։ Կապանի թատրոնը հենց այս էներգիան է, որը տալիս է ինձ ստեղծագործելու։ Իմ տունը, իմ թատրոնը, այն ամենը, ինչ որ ես տալիս եմ թատրոնում, դա հենց Կապանի թատրոնում է տեղի ունենում։ Կապանի թատրոնում հայտնվեցի 2012 թվականին, 11 թվականի վերջին, երբ եկա զինվորական ծառայության Կապան քաղաքում։ Այո, ավարտեցի թատերական ինստիտուտը, 4 ամիս անցա ուսումնական զորամասում կուրսեր եւ կրտսեր սերժանտի կոչումով եկա ծառայելու Կապան քաղաքում եւ այնպես ստացվեց, որ Թատերական ինստիտուտը դիմում գրեց Պաշտպանության նախարարությանը թատրոնի խնդրանքով, որպեսզի ես դուրս գամ թատրոն եւ նաեւ ներկայացումներով ու փորձերով զբաղվեմ։ Դուրս եկա Կապանի թատրոն, շատ լավ եմ հիշում, դա 2011 թվականի նոյեմբերն էր, մի ցրտաշունչ աշնանային օր բացեցի թատրոնի դռները եւ մնացի թատրոնում արդեն 11 տարի, զորացրվեցի եւ չգնացի, մնացի այս թատրոնում, որովհետեւ Կապանի թատրոնը, նաեւ դերասանները
ու հանդիսատեսը ինձ շատ մեծ սիրով շրջապատեցին, շատ մեծ ջերմությամբ շրջապատեցին։ Ես սիրեցի քաղաքը, սիրեցի մարդկանց, սիրեցի թատրոնը ու ես էլ նվիրվեցի։ Ու այդ նվիրումն էր, որ ինձ պահեց Կապանի թատրոնում ու ես այստեղ եմ ստեղծագործունը։ Իսկ դուք ծնունդով որ քաղաքից եք? Երևանից։ Երկու սերունդ Երևանից ենք, իմ պապերը 1828 թվականին են, սրանից 150 տարի առաջ են Արևմտյան Հայաստանից գաղթել Արևելյան Հայաստան։ Երկու կողմանի պապերս էլ Մուշից են, ամեն մեկը տարբեր Մուշի գյուղերից։ Նրանց կյանքի պատմությունը պահված է, լուսանկարներ կան շատ արմատներում դեպի լուսանկարներ չէ, բայց պապիկի լուսանկար ունենք, իհարկե հիշողություններ, պատմություններ, տոհմածառ 2016 թվականին գնացի Արևմտյան Հայաստան, ման եկա այն տեղերում, որտեղ որ իմ արմատներն էին, իմ հիմքն էր, դրանով էլ հարստացած լսված վերադարձը։ Շատ լավ։ Հետաքրքիր է, սովորաբար դեպի մայրաքաղաք են ձգտում բոլորը եւ ձեր կյանքի ճանապարհը իսկապես հետաքրքիր է այն առումով, որ դուք հենց մայրաքաղաքից եկել եք այստեղ։ Մի փոքր հիշենք նաեւ ձեր պատանեկության տարիներին, որքանով եք եղել հետաքրքրված թատրոնով, որ թատրոններն եք հաճախել, որ դերասաններն են ձեր համար եղել որպես օրինակ վառ կերպար։ Ես շնորհակալություն եմ հայտնում մորս, պիտի ամբողջ կյանքում երախտապարտ լինեմ մորս, որովհետև հենց մայրս է ինձ պահել արվեստի մեջ, հենց մայրս է ինձ պահել տարել դեպի թատերարվեստ եւ երբեք որպես հանդիսատես հեռու չեմ եղել թատրոնից։ Մեծացել եմ 90-ականների Երևանում, պատկերացնում եք պատերազմ, էներգետիկ ճգնաժամ, ցուրտ ու մութ տարիներ, երբ որ տրանսպորտ չէր աշխատում նորմալ մայրաքաղաքում ու պատկերացրեք այդ պայմաններում ձմռան, իսկ այն տարիներին շուտ տարօրինակ կերպով ավելի սաստիկ ձմեռներ էին անում, ավելի շատ ձյուն էր գալիս։ Կլիմայական մեծ փոփոխություններ են կայանում։ Այո, մենք մայրս ձմռանն էլ իմ ձեռքից բռնած տանում էր տեխնիկային թատրոն, որպեսզի ես ետ չմնամ արվեստից։ Այն ժամանակ այնպես չէր, որ շատ թատրոններ ինչ-որ պարապուրդի մեջ էին գտնվում, ներկայացումները շատ սուղ էին խաղում, բայց մայրս տանում էր, բոլոր թատրոնները տանում էր։ Առաջին ծանոթությունը թատրոնի հետ հենց տեխնիկային թատրոնն էր, այսօրվա պես էլ հիշում եմ, ես մանկապարտեզի երեխա եմ, հիշում եմ, որ այնտեղ մինչև երևանցիները գիտեն, Պրոսպեկտ Ձկան խանութի խաչմերուկ գնում էր առաջին համարի տրամվայը մեր թաղամասից, այնտեղից ոտքով այդ ձյանը ոտքով հասցնում էր մինչև Սայաթունովա փողոց, որպեսզի տեխնիկային թատրոնում ներկայացում դիտեի։ Դա հրաշք էր այդ տարիները, բայց հետո արդեն պատանեկության տարիներին, ուսանողության տարիներին ես այն սերնդից եմ, ով բախտ է վիճակվել բեմում տեսնելու Խորեն Աբրահամյանին 2001 թվականին քրիստոնեության ընդունման 1700-ամյակին խաղում էր Խորվիրապ ներկայացումը, ահռելի մեծ դերասան, այնտեղ մասովկաներ կային, 10-15-20 դերասան կողքը մասովկա խաղում էին, բայց այնքան ահռելի էր, որ մինչև հիմա հիշում եմ դող է գալիս վրա, ոտքը զարկում էր մի կողմից, որ բեմը այսպես շարժեր իր էներգետիկայից փառահեղ։ Ես տեսել եմ բեմում Վարդուհի Վարդերեսյանին հին աստվածներում իշխանուհու կերպարում, տեսել եմ Վահե Շահվերդյանի ներկայացումները, Ալեքսանդր Գրիգորյանի բեմադրած ներկայացումները, եւ նաեւ սա էլ է դպրոց, սա էլ է զարգացրել, սա էլ է հասունացրել։ Այդ առումով նաև շատ բախտավոր եմ, որ կարողացել եմ բեմում այդպիսի մարդկանց տեսնել։ Իհարկե հետո արդեն ընդունվեցի թատերական ինստիտուտ, որտեղ միջանցքներով շրջում էր Սոս Սարգսյան, Երվանդ Ղազանչյան, Վահե Շահվերդյան, իմ կուրսղեկը Հրաչյա Աշուրյան, Ալեքսանդր Քոչարյան, պլեյադա, մի ողջ պլեյադա, որոնց դասախոսություններին էլ չնստեիր, միայն տեսներ իրենք ինչ են զրուցանում միջանցքում կանգնած միմյանց հետ, դա արդեն դպրոց էր։ Այսպիսի ժամանակաշրջանում եմ սովորել ու ավարտել թատերական ինստիտուտը։
Եվ միգուցե դա էր պատճառը, որ ցանկացել եք այդ ամենը փոխանցել նաև երիտասարդ սերնդին, որովհետև դուք այսօր այն դերասաններից եք, ովքեր թատերարվեստ են դասավանդում եք եւ Կապանում եւ նաև Քաջարանում, եւ քաջատեղյակ ենք, որ ձեր սաները մեծ հաճույքով են գալիս, հաճույքով տարբեր երկրներ հյուրախաղերի եք մեկնում եւ վերադառնում եք շատ լավ արդյունքներով։ Մի փոքր խոսենք այս մասին, դասավանդելու գաղափարը ինչպես ծագեց։ Դասավանդելու գաղափարը անկեղծ իմ մեջ չի ծագել, այդ շրջանում, երբ որ ես հաստատվեցի Կապանում, նաև հիմնական պատճառներից մեկը նա էր, որ արդեն ես զինվոր ժամանակ պարապում էի մի խումբ աշակերտների հետ, որովհետև Թատերական ինստիտուտը ցանկանում էր Կապանում կուրս բացել, դերասանական կուրս։ Ես պարապեցի այդ երիտասարդների հետ, իդեպ իրենք ընդունվեցին այդ մասնաճյուղ, իրենց սկսեցի դասավանդել, այդտեղից սկսեց դասավանդման այսպես գործընթացը, այդ երիտասարդների մեջ հիմա Տիգրան Ղուկասյանն է մեր թատրոնի դերասան, նաև դասավանդում է Քաջարյանի արվեստի դպրոցում, Ջեմա Ադամյանն է այսօր Գյումրու թատրոնի դերասանուհի է, Վարսինե Ավանեսյանը մեր թատրոնի դերասանուհի է, այդտեղից սկսվեց։ Առաջին սերունդն է ձեր սաների։ Այո, առաջին սերունդը, որոնց սկսեցի դասավանդել։ Կուրսի ղեկավարն էլ Հրաչյա Գասպարյանն էր, պրոֆեսոր ժողովրդական արտիստ։ Այնուհետև հրավեր ստացա Կապանի արվեստի դպրոցի տնօրենի կողմից թատերարվեստի բաժին բացելու։ Այսինքն նախաձեռնությունը Մարինա Նահապետյանինն էր։ Ստանձնեցի այդ պատասխանատվությունը, բացեցի, այնուհետև Արմինե Թումանյանը, Քաջարյանի արվեստի դպրոցի տնօրենը, հրավիրեց Քաջարյան, որպեսզի Քաջարյանում էլ ստեղծվի արվեստի դպրոցում թատերարվեստի բաժին։ Եվ քանի որ ես գիտակցում էի դրա կարևորությունը նախ եւ առաջ թե գեղարվեստական, էսթետիկական դաստիարակության համար երեխաների կյանքում, որ շատ բան կփոխի, որ թատրոնը այնպիսի արվեստի տեսակ է, որ երեխաները թատրոնով զբաղվելով կդառնան նախ եւ առաջ լավ քաղաքացիներ իրենց պետության համար, կիրթ քաղաքացիներ իրենց քաղաքի համար, որտեղ սա շատ կարևոր, ես ստանձնեցի այդ պատասխանատվությունը։ Ստանձնեցի ու փառք Աստծո այսօր արդեն ունեմ մոտավորապես այս պահի դրությամբ 100-120 աշակերտ, 60 աշակերտ էլ ավարտել են, ով ինչ մասնագիտություն էլ ընտրել է, իր մասնագիտության մեջ հաջողակ է եւ ամենակարևորը կիրթ է, ամենակարևորը ինտելեկտուալ է, զարգացած է, բայց սրան զուգահեռ նաև արվեստի դպրոցները դարձան մասնագիտական կողմնորոշում տվող հաստատություններ, որովհետև մինչ այդ մենք ունեինք ծագումով մասնագիտություններին, մենք ունենք ծագումով դերասան, կապանցի, պրոֆեսիոնալ դերասան ավարտած մասնագիտական կրթության բարձրագույն ընդամենը 4-5 դերասան, իսկ դա քաղաքի համար շատ քիչ էր, որը ունի թատրոն, որը գործող թատրոն, այո, որը գործող թատրոն ունի։ Արվեստի դպրոցները նաև դարձան երեխաների համար ուղղորդիչ այսպես մի հաստատություններ եւ մենք կարողացանք երեխաներ ընտրել ու այդ երեխաներին ուղղորդել դեպի մասնագիտական բարձրագույն կրթություն։ Աշակերտներիցս երկուսը արդեն բարձրագույն կրթություն ստանալուց հետո աշխատում են մեր թատրոնում, մեկը աշխատում է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում, այո, մյուսը ռուսական դրամատիկական թատրոնում, Էսպային 2 աշակերտ ունեմ, ովքեր սովորում են Մակարվարժական համալսարանի ռեժիսուրայի բաժնում, աշակերտներից ես մեկը Թատերական ինստիտուտի արվեստի կառավարման բաժնում, այս արվեստի դպրոցը դարձավ տրամպլին երեխաներին բացահայտելու, երեխաների թռիչք ապահովելու նաև թատերարվեստում։ Եվ շատ մեծ է երեխաների ոգևորությունը, Քաջարյանում մշակույթ փոխվեց այս առումով բառից բուն իմաստով, մեծ ոգևորությամբ ոչ միայն գալիս են ձեր դասերին, մեծ ոգևորությամբ պատմում են, թե ինչ ունեն անելու առաջիկա պլաններում, եւ նրանց աչքերի փայլն ու սենց բանը տեսնելով միտումը ցանկությունը, որ ուզում են գալ, ուզում են մասնակցել նորանոր դերեր խաղալ, ուղղակի հիացնող է։ Կարևոր արժեք, որ տալիս եք նրանց, ո՞րն է ամենակարևորը, ինչ եք փոխանցում նրանց։ Ամենակարևորը լինել կիրթ, լինել զարգացած։
ճաշակ ենք զարգացնում երեխաների մոտ, էսթետիկա ենք դնում երեխաների մեջ, որտեղ ինչ մասնագիտություն էլ իրենք կընտրեն ապագայում, ինչ մասնագետ էլ լինեն, բայց ճաշակով քաղաքացի, լավ քաղաքացի, կիրթ քաղաքացի շատ կարևոր է, որ ինչ երկիր էլ գնան, ասենք, չգիտեմ, գնան Անգլիա, գնան Ֆրանսիա, այնպես մտնեն այդ քաղաքները, որ չտարբերվեն որևէ եվրոպական բարձրաշխարհիկ հասարակությունից։ Սա շատ կարևոր հանգամանք է եւ այս ամենին զուգորդված դրա համար մեր կրթական ծրագիրն է հենց այդպեսին, այսինքն հենց այնպես ոչինչ չեն կանում, թատերական խմբակ չէ, այլ դպրոց է կրթական ծրագրով, որը օգնում է նաև երեխաների մեջ այս ամեն ինչը դնելու համար։ Տեսեք, դուք խոսեցիք Քաջարանից, լեռնային հանքարդյունաբերական քաղաք, որտեղ կար երաժշտական դպրոց եւ ավանդույթներ երաժշտական, երեխաները երաժշտական բաժիններ էին գնում, բայց թատերարվես չկար, թատերական կուլտուրան չկար, ներկայացում նայելու կուլտուրան չկար։ Տեսեք, համերգային կուլտուրան կար, որովհետեւ տեսել էին ժողգործիկների բաժինը, դաշնամուրային բաժինը եւ երեխաները շատել էին գնում, տեսեք դուք եք ասում, այո, համերգներ, բայց թատրոնը չկար։ Մի բան է երաժշտական արվեստը, մի բան է թատրոնը։ Թող իզնից չնեղանան իհարկե ոչ մեկը իմ երաժշտական գոլեգաները, բայց թատրոնը դա այդ ամեն ինչի հավաքական կերպարն է, ինքը սինթետիկ արվեստ է, որի մեջ եւ թատրոնն է, եւ պարն է, եւ նկարչությունն է, դրա համար է որ թատրոնը միշտ մի քիչ ինչ որ բարձրարժեք երևույթ է եղել եւ ամեն բնակավայրի չէ որ ընդհանրապես հասու է եղել, ամեն բնակավայր չէ որ թատրոն ունի, շատ ավելի մեծ բնակավայրեր կան մեր կապանից մեծ բնակավայրեր, որտեղ թատրոն չկա, որտեղ հասարակությունը պատրաստ չէ թատրոն ունենալ։ Մենք Քաջարանում սկսեցինք Արմինե Թումանյանի հետ այդ գործը դպրոցի տնօրենի հետ ու արդեն դուք էլ եղել եք մեր հանդիսատես, արդեն կտեսնեք որ քաջարանցիները նստում եւ ներկայացում են դիտում, այսինքն ներկայացման դիտելու կուլտուրանն էլ է մտել երեխաների մեջ։ Եվ երբ որ երեխաները ովքեր ձեր սաներն են հաճախում են եւ պատմում են մեզ թե ինչ են խաղալու, անպայման կգա կնայեք, մենք էլ ենք ողջևորում այդ մտքով եւ իհարկե ցանկանում ենք դիտել, որը ինչ խոսք հրաշալի է։ Արթուր ջան, ուզում եմ խոսենք նաև երեխաների առաջին հաջողությունների մասին հանրապետությունից դուրս։ Այստեղ իհարկե գաղտնիք չէ, որ հովանավորություն եւ նախաձեռնություն բազմաթիվ չէ, բայց օղակներ, ովքեր ձեր կողքին են, ձեզ սատարում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսական դրսևորումները եւ Քաջարանի համայնքապետարանի նախաձեռնողականությունը անշուշտ շատ կարեւոր են այստեղ մի փոքր էս մասին խոսենք։ Անպայման, տեսեք, ես որ խոսեցի երեխաների կրթության մասին, գեղագիտական կրթության մասին, նրանց մտահորիզոնը բացելու մասին, այս հանգամանքի համար շատ կարեւոր է որպեսզի բացվի երեխաների մտահորիզոնը, որպեսզի երեխաները դուրս գան, տեսնեն աշխարհ ինչ է կատարվում աշխարհում, վերցնեն աշխարհի լավը եւ բերեն, կիրառեն իրենց քաղաքներում։ Այս առումով Քաջարանի քաղաքապետը Մանվել Փարամազյանը համախոհ դարձավ մեզ եւ ինքն էլ ողջևորվեց այս հանգամանքով, որ իր ապագա քաղաքացիները, իր քաղաքի ապագա քաղաքացիները գնան աշխարհ տեսնեն եւ քաղաքի անունը բարձրացնեն եւ քաղաքի դրոշը ծածանեն եւ այնտեղի լավը վերցրած գան կիրառեն Քաջարան քաղաքում, որպեսզի Քաջարան քաղաքը էլ ավելի զարգանա նաև ինտելեկտուալ առումով։ Եվ իհարկե նրա մտքերին գաղափարներին աջակիցը բնականաբար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, ով մշտապես Քաջարանի քաղաքապետի ամեն խնդրանքով աջակցում է, հովանավորում է եւ մեր երեխաները տարբեր սերունդներ, իդեպ սա շատ կարեւոր է, տարբեր սերունդներ կարողանում են գնալ արտասահման, հնչեցնել Քաջարանի անունը, զբոսնել, տեսնել, վերցնել եւ գալ։ Այս շրջանակներում կոմբինատը հովանավորել է, մենք Փարիզում, Մարսելում ենք եղել, մենք Վառնայում ենք եղել, մենք Պետերբուրգում ենք եղել, մենք Թիֆլիսում ենք եղել, տեսեք, ես քաղաքների անուններ եմ տալիս, ովքեր մարդկության եւ քաղաքակրթություն, այո, քաղաքակրթության բնորաններ են, երեխաները Լուվր են գնացել, Պիսարո են տեսել, Վան Գոգ են տեսել ու հատկանշական է, որ սա տալիս է իր արդյունքը։
հա մեր երեխաները այդ ամեն ինչը տեսնել վերադառնալուց հետո նրանց քայլվածքն է անգամ փոխվում, նրանց պահվածքն է փոխվում, նրանց դպրոց մտնել դուրս գալն է փոխվում, սա մի հրաշալի էֆեկտ է տալիս եւ ուզում եմ իհարկե շնորհակալություն հայտնել դպրոցի տնօրենին Արմինե Թումանյանին, այս գաղափարին հավատալու Մանվել Փարամազյանին, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, որտեվ այս ամեն ինչ որ անում է, այս բոլոր օղակները կոմբինատը, քաղաքապետը, դպրոցի տնօրենը, ես որպես ծառայող դասատու, այս ամեն անում են քաղաքի համար եւ այս սա է որ փոխում է քաղաքի դիմագիծը, այս լեռնային հանքարդյունաբերությամբ զբաղվող քաղաքը նաև դառնում է կուլտուրայի օջախ, մշակույթի օջախ եւ դրա համար է որ վերջին ժամանակաշրջաններում խմբեր են գալիս ելույթ ունենալու քաջարան, երգիչներ են գալիս, բարի խմբեր են գալիս, նրանք արդեն հիանում են հանդիսատեսով, զարմանում են հանդիսատեսով, որտեղ արդեն քաջարանի հանդիսատեսը ոչ մի կերպ չի զիջում, ասենք մայրաքաղաքային հանդիսատեսին։ Անցնենք վերադառնանք ձեր կերտած ճանապարհին, անդրադառնանք 2025 թվականին Կապանում անցկացված Արտավազդ մրցանակավարժությանը, որտեղ դուք արժանացաք հատուկ մրցանակի Թատերական գործիչների միության, այո, ոսկե մեդալին։ Ինչ նշանակություն ունեցավ այդ մրցանակը, ինչ զգացիք այդ պահը, ես ներկա էի դահլիճում նստած որպես հանդիսատես եւ շատ լավ եմ հիշում, թե ոնց էր ողջ դահլիճը բուրըն ծափահարություններով ուղեկցում ձեզ դեպի բեմ։ Ձեր զգացողությունն այդ պահին։ Դա իհարկե շատ հաճելի է, երբ որ գնահատվում է քո մասնագիտական այս ամբողջ գործունեության ընթացքը հենց կոլեգիալ մարմնի կողմից, թատերական գործիչների միության կողմից, դա շատ հուզվեցի, նախ շատ ցնցվեցի, շատ եմ ստացել մրցանակներ, պարգևների պակաս չեմ ունեցել բախտի բերմամբ, բայց այդ մրցանակը հենց Կապանում ստանալը, թատրոնի միջազգային օրը գործիչների միության նախագահից իմ քաղաքում ստանալը, իմ հանդիսատեսի ներկայությամբ ստանալը ավելի ոգևորիչ էր, որովհետև ինձնից առավել ականջներից մեջ է դահլիճի թնդյունը, թե ինչպես ուրախացան բոլորը կիսեցին այդ մրցանակը, որտեղ հենց այդ ոսկե մեդալը իմը չի միայն, դա նաև իմ հանդիսատեսինն է, ովքեր որ ինձ պահում են Կապանի թատրոնում, ինձ պահում են որպես արտիստ բեմում։ Շատ լավ։ Եթե հնարավորություն ունենայիք որևէ բան փոխել կամ ավելացնել թատրոնի զարգացման համար, որը կլիներ դա։ Ամեն օր աշխատում եմ այդ ուղղությամբ, թատրոնը ամեն օր աշխատում է այդ ուղղությամբ, թատրոնի տնօրեն Տիգրան Նաթյանի գլխավորությամբ օրն ի բուն առավոտից մինչև գիշեր թատրոնն աշխատում է ինչ-որ բան փոխելու վրա, որտեղ թատրոնը այնպիսի արվեստ է, որ այսօրվա թատրոնը վաղը արդեն հին է դառնում, ամեն օր, ամեն ներկայացում թատրոնը պետք է նոր լինի։ Եթե մի պահ թատրոնը կանգ առավ, ինքը ետ է ընկնելու ամբողջ ընթացքից, իսկ մեր ժամանակները գիտեք ինչքան արագ են զարգանում։ Ինչպիսի արագություն, որ աշխարհում է, այնպիսի արագ էլ զարգանում է թատրոնը, փոխակերպվում է թատրոնը, եւ մենք չենք էլ մտածում, թե ինչ պիտի անենք, որ ավելի լավ թատրոն ունենանք, ուղղակի անում ենք։ Անում ենք անընդհատ, անում ենք ամեն օր, անում ենք օրնի բուն։ Կերպարներ, որ մարմնավորել եք եւ դրանք սիրելիների ցանկում են։ Կան այդպիսի կերպարներ, իհարկե բոլոր կերպարներն էլ իմն են, բոլոր կերպարները ինձնից են ծնվել, բոլոր կերպարների ժամանակ տանջվել եմ, մտահոգվել եմ, եփվել եմ, թրծվել եմ եւ ինձնից ստեղծել եմ այդ կերպարները, բայց այնուամենայնիվ կան այդ 20-30 մարմնավորածս դեռևս մինչեւ հիմա մարմնավորածս կերպարների մեջ կան կերպարներ, որոնք ես կառանձնացնեմ, որոնց մարմնավորմանը հասել եմ այդ ներկայացումները բեմադրող ռեժիսորների միջոցով, նաեւ ռեժիսորների շնորհիվ, իմ խաղընկերների շնորհիվ կարող եմ առանձնացնել Կաուբախը, Գիշատիչների խնջույքը ներկայացումում, որը բեմադրել էր Իշխան Ղարիբյանը, Ժայռը, Մատվեյ Եգորիչի կերպարս, որը բեմադրել էր ներկայացումը Քրիստինե Սլոյանը, այս վերջին նախավերջին դերը Շիրվանզադեի Քաոսում մարմնավորած կերպարս, որ բեմադրել էր էլի Քրիստինե Սլոյանը,
շատ մի քանի կերպարներ այո, դες կարող եմ Իսահակ Մարութխանյանը, այո։ Ես ֆոտոյով հիշեցի դրել եք սոցցանցերում, եթե չեմ Իսահակ Մարութխանյանի կերպարը։ Սովորաբար ես կարող եմ ինձ բախտավոր դերասան համարել, որովհետև երբ որ որոշվում է որ թատրոնում ինչ-որ պիես պետք է բեմադրվի, ես որ դերի վրա որ մտովի գնում եմ, ասում եմ, այս դերը շատ հետաքրքիր կերպար է, այս ես կխաղայի, հետաքրքիր զուգադիպությամբ ռեժիսորները հենց այդ դերերն են ինձ վստահում, այս առումով ես բախտավոր եմ։ Եվ այդ ներկայացումներ կան, որ մայրաքաղաք Երևանում ենք խաղացել, Գյումրիում ենք խաղացել, հա, մի քանի դեր այո կանանցնեմ, որովհետև նրանք ավելի յուրահատուկ են ինձ համար։ Իսկ կերպարներ, որ կուզեիք մարմնավորել։ Մինչև վերջերս չէի մտածել, թե ինչ կերպար կարող եմ մարմնավորել, ինչ եմ ուզում, որովհետև չգիտեմ, տենց երազանք չունեի Համլետ, Օթելլո, չգիտեմ, կան չէ դերասաններ, չէ, Ռոմեո խաղամ եւ այլն։ Չէ, ես չէի երբեք չեմ մտածել այդ ուղղությամբ, թե ինչ կերպար կուզեմ մարմնավորեմ, բայց մի անգամ մտքիս ծերով մի քիչ անցավ Շեքսպիրի Յագոյի մասին, ինքը շատ ստեղծելու շատ բան կա այդ կերպարում, մեծ հաճույքով, եթե կբեմադրվեր Օթելլոն, ես կխաղայի Յագոն, բայց կարծում եմ դա շատ հեռավոր երազանք կարող է լինել։ Թող որ իրականանա, անպայման։ Ինչի համար եք ափսոսում ձեր կյանքում առհասարակ։ Ոչինչի համար չեմ ափսոսում։ Ժամանակ գտնում եք օրինակ ազատ ժամերին ընթերցելու, մասնագիտությունը այնպիսիներից է, որ թվում է թե պետք է անպայման։ Ընթերցանությամբ հանգստանում եմ։ Գոնե 5 էջ, գոնե 10 էջ, գոնե 15 էջ պարտադիր պետք է կարդամ, առանց դրա ոչ միտքս, ոչ մարմինս, ոչ հոգիս չի հանգստանա։ Արտասահմանյան թե հայկական։ Եվ հայկական վեպեր եմ կարդում, եւ արտասահմանյան վեպեր եմ կարդում։ Հիմա այս պահին Արչիլ Քիքոձեի վեպերից մեկն է ինձ մոտ, այդ գիրքն եմ կարդում, շատ սիրում եմ մանկական գրքեր կարդալ, մանկական վեպեր կարդալ, մանկական պատանեկան գրականություն շատ եմ սիրում, այսինքն կարդացվելի գրքերի առյուծի բաժինը մանկական եւ պատանեկան գրքերին է, ստեղծագործություններին է առնչվում, որովհետեւ այնտեղից նաեւ վերցնում եմ ստեղծագործություններ, որոնք հետո բեմականացնում եմ եւ բեմադրում եմ արվեստի դպրոցում։ Շատ լավ։ Իսկ հայ դրամատուրգներից ձեր ամենասիրելի դրամատուրգը ով է։ Ցավոք սրտի, տեսեք, մենք մեր պոեզիան, մեր պոետները հավասարազոր են համաշխարհային պոետներին, մեր Թումանյանը չի զիջում Բայրոնին, չի զիջում Գյոթեին, մեր Չարենցը, Մայակովսկուն, չգիտեմ, Ռեմբոյին չի զիջում, Սահյանը ինձ համար գագաթ է, մեր արձակագիրներն էլ չեն զիջում, չգիտեմ, Բալզակ, Հյուգոին չեն զիջում, բայց մեր դրամատուրգիան այնպես չէ, որ շատ հարուստ է եւ մենք շատ մեծ ընտրության հնարավորություն ունենք։ Մենք ունենք ընդամենը մի 4-5 լուրջ դրամատուրգ, որոնք ստեղծել են մի 7-8 կերպար, ներողություն, 7-8 ստեղծագործություն, ու այնպես չի, որ ընտրությունը շատ մեծ է, որ կարող եմ ասել, այս դրամատուրգը ինձ հոգեհարազատ է։ Չէ, բնականաբար Պարոնյան, Սունդուկյան, նրան մեր հիմքերը, մեր դրամատուրգիայի հիմքերը։ Այսօր իհարկե կան հրաշալի դրամատուրգներ, հրաշալի ստեղծագործողներ, ովքեր որ գուցե փոխեն այս դաշտը, գուցե հարստացնեն հայ դրամատուրգիան։ Նաև սրանից է, որ մենք տեսնում ենք, չէ, խաղացանկը մեր թատրոնների, որտեղ որ հայկական դրամատուրգիան զիջում է արտասահմանյան դրամատուրգիային։ Իհարկե մեր թատրոնում, օրինակ տեսեք, մենք աշխատում ենք այդ համամասնությունը պահենք, մենք ունենք մեր խաղացանկում Շիրվանզադե եւ ունենք նաեւ արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններ, բայց ցավոք սրտի չեմ կարող առանձնացնել, որովհետեւ այդքան շատ չեն, որ ինչ որ մեկին ընտրես։ Առաջիկա օրինակ 10 տարիներին ինչպիսին եք տեսնում թատրոնը եւ ինչպիսի հանդիսատես կուզեիք տեսնել։ Արագ է փոխվում թատրոնը, շատ արագ է փոխվում։
Երբ որ ես գնում եմ արտասահման, տեսնում եմ, թե ինչ է կատարում Եվրոպայում, թե ուր են հասնում, վերադառնում եմ, Հայաստանը դրան հասնում եմ 2 տարի հետո, էլի գնում եմ, տեսնում եմ, թե էլ ուր են հասել, թատրոնը այնպիսի արվեստի տեսակ է, որ ինքը անընդհատ է փոխակերպվում։ Ոչ թե փոխվում է իր իզմերը, այլ եւ դրսևորման ձևերն է փոխում։ Տեսեք, 2000 տարի առաջ մենք սկսել ենք ծիսական թատրոնից, մենք անցել ենք միջնադարյան արխայիկ եկեղեցիական թատրոնով, մենք հիմա 20-րդ դարաշրջանի ռեալիստական թատրոնի ու ինչ որ 21-րդ դարյանի արանքում ենք, մեջտեղում ենք։ Մենք դեռ ամբողջովին 21-ում չենք։ Հա, դեռ մեր ամբողջովին չենք թոթափել մեր փեշերից 20-րդ դարաշրջանի ու դարակեսի թատրոնը, բայց արդեն մի ոտքով 21-րդ դարի թատրոնում ենք։ Թե ինչ թատրոն կլինի, թատրոնի ինչ դրսևորման ձև կլինի, այս պահին ես դա չեմ կարող ասել, բայց թատրոնը միշտ կլինի նորը, միշտ կլինի նորովի ու միշտ կհետաքրքրի մարդուն։ Այս ինտերնետային դարաշրջանում, այս ամեն ինչ էլեկտրոնային դարաշրջանում մարդը դեռ գնում է թատրոն ու կենթանի արվեստ է տեսնում, որտեղ այնտեղ մարդկային հույզեր են, մարդկային բնավորություններ են, մարդկային կրքեր են, բախումներ են ու մարդուն դեռ դա հետաքրքրում է։ Այսինքն մարդը դեռ մարդ է։ Ինչքան որ մարդը դեռ մարդ կմնա, այդ ժամանակ այդքան կմնա թատրոնը իր նոր դրսևորումների մեջ։ Շատ լավ։ Շնորհակալություն Արթուր։ Իսկապես բավական հետաքրքիր էր, կարելի է ձեզ հետ անվերջ զրուցել թատրոնի մասին։ Հաջողություն ձեզ, ձեր սաներին, ձեր գործընկերներին, Կապանի դրամատիկական թատրոնին, ստեղծագործեք, արարեք լավ հանդիսատեսի համար։ Շնորհակալ եմ հրավերի համար, որովհետև անկեղծ շատ եմ սիրում ձեր հաղորդումը, ու միշտ հետաքրքիր հյուրեր եք ունենում, փաստորեն ես էլ հայտնվեցի ձեր տաղավարում, լրացրեցի այդ շարք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն ձեզ։ Եթերում սպասված հանդիպումներ, հիշեցնեմ, որ իմ հյուրը Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի դերասան Արթուր Գաբրելյանն էր։ Կհանդիպենք։